Շրջանառվում են խոսակցություններ, որ նախկին ներքին գործերի նախարար պետական գործիչ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդ է եւ ստորագրահավաք է իրականացվում, որպեսզի նրան վերադարձնեն Հայաստան, պահանջելով, որ նախագահը օգտվելով իրավասությունից կարող է ներում շնորհել եւ մարդը արդեն պատժվել է իր գործածի համար հայրենազրկվելով։ Դուք կստորագրեք, եթե ձեզ դիմեն։ Կմիանաք։ Ես չեմ ստորագրի, որովհետեւ իմ համար անհասկանալի երկու հանգամանք դուք ասեցիք։ Իսկապես Վանո Սիրադեղյանը հիվանդ է եւ այդ խնդիրը իսկապես գտնվում է, ինչու եմ ասում, բարոյական ասպեկտում։ Դու հիմա երկու ասպեկտ եք ասում, մեկը բարոյական, մեկը իրավական։ Ես չեմ ստորագրի, որովհետեւ չգիտեմ Վանո Սիրադեղյանը այն ամենի մեջ ինչու մեղադրվում։ Մեղավոր եղել է, մեղավոր չի եղել։ Ես ինչ դուք էլ չգիտեք, ստուդենտներն էլ չգիտեն, որտեղ դա չի եղել, մարդը չի դատապարտվել։ Կան խոսակցությունների մակարդակով ինչ որ բացի։ Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ես սովորեմ քաղաքականության մեջ իրավական հարցերին, իրավական լուծումներ։ Երբ որ կլինի դա, երբ որ բաց կդառնա, որ Վանո Սիրադեղյանը իսկապես դատապարտվում է, թեկուզ եւ ուղղակի անվանում, բայց իսկապես այդ մարդը այդ ամեն ինչում մեղավոր է։ Եվ դրանց հետո ներում շնորհի ես կողմնակից եմ։ Եթե կապացուցվի, որ այդ ներում շնորհելը կապված է հումանիտար հարցերի հետ։ Եթե կապացուցվի, որ մարդը մարդասպանությունների ղեկավար է եղել։ Եթե կապացուցվի, որ մարդը իսկապես այդ ամենը արել է եւ այդ ամենը իսկապես տեղի է ունեցել, այսինքն այդ դեպքում ներում շնորհելը ոչ հումանիտար հարցերի հետ կապված է։ Ինչի համար։ Այսինքն որ ինչ։ Եթե իսկապես մարդը կազմակերպել է խմբեր, որոնք ինչպես մեզ է չէ ներկայացել հանրությանը, որ կազմակերպվել են բաժիչ խմբեր, մարդիկ են զոհվել, դնդակարվել։ Հիմա ստորագրողները զուտ միայն հումանիտար հարցերից կարող են ստորագրել, ես չեմ ստորագրի զուտ հումանիտար հարցերից, եթե նորից եմ կտրելում, բաց չդառնա իմ համար, որպես մարդը իսկապես մեղավոր է, իսկապես մեղավոր չէ, այլ խնդիրները կմնա Սարգսյանի խղճի հետ։ Շնորհակալ